որպես հեղափոխության իշխանության եկած մարդ, ես ասում եմ, Հայաստանի ժողովուրդը միշտ էլ կարող է անել հեղափոխություն, միշտ։ Եվ ես եղել է, երբ որ ես ասել եմ Ղարաբաղի շարժումը մենք դադարեցնում ենք, ես չգիտեմ դուք այդ ասուլիսին ներկա եղել եք թե չէ, ես ասել եմ ժողովուրդ ջան, ես այս որոշումը կայացնում եմ, եւ ես այս որոշումը իրականացնելու եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ձեր կողմից ընտրված։ Եթե դուք գտնում եք, որ սա սխալ ճանապարհ է, խնդրում եմ կարող եք հեղափոխություն անել եւ ինձ հեռացնել իշխանությունից։ Իսկ ձեր բարեկամին բարևներ փոխանցեք, ասեք հասկանում ենք, որ ինտերնետ չունի եւ ինֆորմացիայի հետ դժվար է առնչվում, հետեւաբար եթե խնդիր ունենա, հրավիրում ենք Հայաստանի Հանրապետություն ինտերնետին կպնելու եւ վերջին լուրերին ծանոթանալու։ Ես այդ հարցին ես ինչ նկատի ունեմ, եթե ոչ հարյուրավոր տասնյակ անգամներով պատասխանել եմ մանրամասն ելույթներով, մանրամասն ելույթներով, եւ ես համարում եմ, որ Ղարաբաղի հարցի հետ կապված իմ շատ ծանր դժվար որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից։ Եվ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը, հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս են բերել թակարդից, չլինելիության թակարդից, եւ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։ Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։ Բաներ կա, որոնց մասին չենք խոսում։ Քարոզարշավին էլ եմ այո անդրադարձել շատ էմոցիոնալ ձևերով, բայց բովանդակային առումով ճշգրիտ։ Այդ հարցը կարելի է ամեն 5 շաբթի տալ, ես դեմ չեմ իմիջայլոց, որովհետև նորանոր շերտեր կբացվի։ Կարող եք դուք ամեն անգամ կապ պահել բարեկամի հետ եւ ամեն անգամ Ղարաբաղի հարցի հետ կապված հարցերը update անել, ես թարմացված պատասխաններ կտամ։